Բելգրադի համալսարան են մտնում ամուսիններ, ովքեր հնամաշ հագուստներով են լինում, ցանկանում են հանդիպել ռեկտորին։ Իհարկե, գործավարը ոտքից գլուխ չափելով նրանց, տեսնելով թե ինչ հագուստ ունեն, ինչ քոն է հին, փորձում է իր այդպես արհամարական հայացքով նրանց հասկացնել, որ հնարավոր չէ այդ հանդիպումը եւ բառացիորեն ասում է, որ կներեք ռեկտորը չի կարող ձեզ ընդունել, քանի որ ամբողջ օրը նա խիստ զբաղված է։ Գործավարին կինը պատասխանում է, որ ոչինչ, իրենք շտապելու տեղ չունեն, կսպասեն, մինչև որ գործերը ավարտի։ Եվ այդպես նստում են։ Գործավարը մերթ նայում է, այդպես էլի արհամարական դեմք ընդունած, փորձելով իր այդ պահվածքով նրանց հետ մղի հանդիպման մտքից։ Բայց ամուսինները համառորեն նստում են եւ սպասում են, մինչև ռեկտորը կավարտի իր գործը։ Այդ գործավարը նայելով նրանց հագուստներին ինքն էր որոշել, որ ռեկտորը անելիք չունի այս մարդկանց հետ։ Եվ վերջապես տեսնում է, որ չէ, իրենից համառն են, ռեկտորին զանգում է եւ ասում է, որ ձեզ սպասող կա։ Ամուսինները մտնելով սենյակ առաջ են գնում, դե բնականաբար ողջունում են, ռեկտորը անգամ չի հրավիրում նստելու, իբր թե ես խիստ զբաղված եմ, ինչով կարող եմ ձեզ օգնել, ընդամենը մի քանի րոպե ունեք։ Կինը համարձակություն է ունենում, ասում է. մենք եկել ենք ձեր համալսարանը, քանի որ տղան այս համալսարանում է սովորել, ով շատ էր սիրում համալսարանը, իր ընկերներին, ով լավ ժամանակ է անցկացրել այստեղ, բայց ցավոք 1 տարի առաջ նա հանկարծամա եղավ եւ ի հիշատակ իմ տղայի ուզում ենք այստեղ մի հուշ թողնել այս համալսարանում։ Ռեկտորը արհամարական ձևով պատասխանում է, որ կներեք, բայց մենք այստեղ ամեն մահացած ուսանողի համար կիսանդրի չենք կառուցում, եթե այդպես լինի, ապա մեր համալսարանը կվերածվի գերեզմանոցի։ Կին ասում է, բայց մենք արդեն չենք ուզում կառուցել, մենք ուզում ենք մասնաշենք կառուցել ի հիշատակ մեր որդու։ Ռեկտորը նորից ոտքից գլուխ չափում է ամուսիններին, նորից նայում է կնոջ հնամաշ վանդակավոր հագուստին, ասում է, տիկին, դու գիտեք ինչ արժեն մեր համալսարանի մասնաշենքերը։ Ամենաքիչը 7 միլիոն դոլարից սկսվում է։ Արդյոք դուք կարող եք նման շենք կառուցել։ Կինը լսում է այդ թիվը, շշուկով ամուսնուն ասում է, այդքան էժան է մեկ մասնաշենքի կառուցումը, իսկ ինչու չկառուցենք մենք մեր համալսարանը։ Ամուսինը համաձայնում է, զգալու ընթացքում ռեկտորը նորից հեգնական ու այսպես շփոթված ինչ-որ միտեղ, որովհետև լսել էր, որ ասում է ինչու չկառուցենք մերը, զարմացած հայացքով ճանապարհում է։ Այդ ամուսինները Ստենֆորդ ամուսիններն են լինում, ովքեր հետագայում Կալիֆոռնիայում եւ Պալո Ալտո քաղաքներում կառուցում են Ստենֆորդի համալսարանը ի հիշատակ իրենց որդու, որն էլ այսօր առաջնային համալսարաններից մեկն է համարվում Ամերիկայում։